Ինչ կոորդինատներով տեղանքով է անցնելու թրիփը։ Միայն հայտնի է, որ այն Սյունիքի մարզի մի հատվածն է կազմելու ճանապարհ, որը Ադրբեջանը միացնելու է Նախիջևանին։ Հայաստանի արտաքին գերատեսչությունից լրատվամիջոցներին փոխանցած տեղեկությունների համաձայն թրիփի գործընթացը դեռևս փաստաթղթային փուլում է։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հաջորդ փուլում պայմանագիրը պետք է կնքվի։ Այդ պայմանագրից բխող իրավական ֆինանսական հարցեր կան, որոնք ներդրումների հետ են կապված եւ դրանք պետք է հստակեցվեն։ Դա իրականացնելուց հետո կմտածենք շինարարության մասին։ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում դրական ջերմ հարաբերություններ են նկատվում։ Թրամփ-Սի Ցինպին բանակցային գործընթացից կարելի է եզրակացնել, որ Չինաստանն ավելի շատ ԱՄՆ-ի կողմն է բռնել, դեմ է Հորմուզի նեղուցի Իրանի կողմից փակ պահելուն։ Իրանի միջուկային զենք ունենալուն էլ Չինաստանը կարծես թե ԱՄՆ-ի դիրքորոշման կողմնակիցն է։ Եթե Պեկինում Միացյալ Նահանգներին եւ Չինաստանին հաջողվի գալ համաձայնության, ես կարծում եմ, որ այդ համաձայնությունը հատկապես շոշափելու է նաեւ իրանական խնդիրը եւ մեծ հավանականություն այդ պարագայում կլինի, որ իրանական ուղղությամբ կլինի վերաֆորմատավորում Միացյալ Նահանգների վերաբերմունքի եւ չի կարելի նաեւ բացառել, որ կհասնենք որոշակի հանգուցալուծման։ Այս պարագայում ես կարծում եմ, որ կա իրատեսական սցենար, որ թրիփը կարող է այս պարագայում իսկապես ռեալիզացվել։ Ռեալիզացնել թրիփը առաջին հերթին նշանակում է շրջանցել Ռուսաստանին եւ Իրանին։ ԱՄՆ-ի համար սա կլինի արևելքից արևմուտք բեռներ փոխադրելու այլընտրանքային ճանապարհ։ Ինչքանով է սա իրատեսական եւ ինչքանով սա իրականություն կդառնա, ես կարծում եմ կախված կլինի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև բանակցություններից, այնուհետեւ արդեն Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան փոխհարաբերություններից։ Հայաստանում նախընտրական քարոզչության ֆոնին օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղարությունը Հայաստան էր պատվիրակել ամերիկյան AECOM ընկերության թիմին։ Հայաստանի կառավարությունը միայն հայտնել էր, որ ամերիկյան ընկերության ներկայացուցիչները Հայաստանում են մեկնարկելու թրիփի տեղանքի հետազոտման աշխատանքները։ Բնականաբար Հայաստանի իշխանությունների համար այս նախագիծը ունի բավականին կարևոր տեղ, որովհետև իրենց քարոզչության հիմքում հենց այս թեզերն են։ AECOM-ը համաշխարհային ճանաչում ունի, վստահելի համաշխարհային ենթակառուցվածքային առաջատար է։ Միջազգային լրատվամիջոցների նախորդ տարիների էջերում սակայն կան հոդվածներ այդ ընկերության կողմից իրականացված զեղծարարությունների մասին, բողոքի ակցիաներ ուղղված այդ ընկերության դեմ։ Bloomberg-ը 2023-ին մի վերտարությամբ հոդված է հրապարակել, որ AECOM-ը համաձայնել է վճարել $12 միլիոն փոխհատուցում Կատրինա Փոթորկի խարդախության գործով։ ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական էջում էլ գրված է այդ ընկերության $11 միլիոն $800,000 վճարման պարտավորության մասին։ Փոթորկի հետևանքների վերացման աշխատանքների հետ կապված կեղծարարությունների վերաբերյալ ԱՄՆ կառավարության հայցում նշված մեղադրանքների համար AECOM-ի ղեկավարները ուսումնասիրել են աղետների օգնության հայտերը, որոնք պարունակում են էականորեն կեղծ նախագծային վնասների նկարագրություններ, սակայն դրանք չեն ուղղել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։